Հատուկ ռազմական գործողությունը, որը սկսեց Պուտինը 2022 թվականի փետրվարի 24-ին, խոսքը գնում էր նրա մասին, որ դա 3 օր է ընդամենը տևելու։ Այս հարցազրույցը, որը շատ կարճ հատվածներ հազիվ կարող եմ ներկայացնել, բավական ընդարձակ հարցազրույց էր, տեղի ունեցել հենց հաջորդ օրը, փետրվարի 25-ին։ Ես ուզում եմ հիմա դուք տեսնեք, արդյոք այս ամեն ինչի մասին խոսելիս կարծում էինք, որ իսկապես պատերազմը Ռուսաստանը հաղթելու է շատարակ են դեպքում, երբ որ հասել էր Կիևի մատույցներ։ Այնպես որ սա պետք է նայել, որպեսզի տեսնենք այսօր ինչու ենք այս վիճակին եւ մարդիկ պատկերացնեն հավանական զարգացումները։ Ռուսաստանը հետ քայլ չի կարող անել, պետք է առաջ գնա։ Առաջ գնալն է շատ վտանգավոր է, որովհետև իր հետ չեն կռվելու, բայց իրան թույլատնելու են, տնտեսապես քայքայելու են։ Հետո պետք է նաև հաշվի առնենք, որ Խորհրդային Միությունը, եթե տոտալիտար պետություն էր, անգամ այդ պարագայում ուղղակի փլվեց։ Իսկ Ռուսաստանում հիմա այնպիսի բիզնես շահեր կան, միլիարդատեր տղեկ են, հազարով մի բանի են հասած, երեխաները արևմուտքում սովորող չգիտես ինչ, այդով է պատրաստվում տենց իր կյանքը կոտորի կամ վտանգի ենթարկի, երբ որ գիտի, որ հիմա եթե Ռուսաստանը պարտվեց, այսինքն հոշոտելու են իրան։ Այսօր Հայաստանում, երբ որ որևէ մեկը գնում կանգնում է, ասենք, բողոքի ցույցանում, ասենք, ասում է դեմ ենք պատերազմին, մյուս կողմը մինենց է հանդիմանում, պախարակում, ինչի է անում։ Այսօր Ռուսաստանում քիչ մարդ կա, մտավորական մարդիկ, որ ասում են ոչ պատերազմին։ Իրանք չեն հասկանում, որ մենք այսօր Թուրքիի հետ կռվել ենք, Թուրքին չենք ներում։ Թուրքը մեր ճշտամին է։ Բայց եղբայրը եղբորը կների, որ դու նրա տուն ես մտել։ Հիմա Ուկրաինա ցանկացավ արևմտյան ուղղություն բռնի, նրանք էլ ասին գինը սա է։ Եթե ուզում ես արևմտյան ուղղություն բռնես, կդառնաս ՆԱՏՕ-ի անդամ, մենք ու սահմանները կպահենք, բայց քանի ՆԱՏՕ-ի անդամ չես դառնա, մեր զինվորը քո տարածքում չի զոհվելու։ Բայց եթե դու բռնել ես այդ ճանապարհը, դու հիմա կպայքարես, այդ ժամանակ Ռուսաստանը կմտնի Ուկրաինա, ամբողջ աշխարհը կտեսնի ագրեսորին, բոլորը կհամախմբվեն ագրեսորի դեմ։ Եվ այդ ժամանակ, եթե ինչ էլ Ռուսաստանը վերցրածնի, հետ վերցնենք, դուք ստանաս ավելին, քան այսօր ունես։ Եվ կմաքրես ռուսական հետքը քո տարածքում։ Ինչ Ուկրաինան չգիտեր ինչի համար ամտե։ Եթե Ռուսաստանը խելացի լինի, գրագետ քայլեր անի, ինչ որ միջափի կգնա ու կոմպրոմիսի գալուց հետո կկարողանա այնպես անել դիրքերը պահի, ասի հաշտվեք այդ մտքի հետ, որ մենք պետք է լինենք, աշխարհը չպետք լինի միաբևեռ, եթե Ռուսաստանը մի քիչ այսպես ոգևորվեց, իսկ մոտ այն տպավորությունն է, որ Վլադիմիր Պուտինը կանչելա Սերգեյ Շոյգուին, ասելա մի հատ ուժերը թաշվի ռազմական ու գնա մի հատ պատմության դասագիր։ Այսօր ոնց որ ես տեսնում եմ Պուտինին տվել են Շոյգուի դասագիրքը պատմության, ըստ դրա ինքը ասում է, էսելա մերը, էսելա մերը, էսելա մերը։ Դա շատ վտանգավոր է